Ողջույն ձեզ։ Այսօր միասին բացելու ենք մի շատ անձնական, նույնիսկ կարելի է ասել խորհրդավոր դարակ՝ Վահան Տերյանի աշխարհը։ Հա, բայց այսօր մեր ուշադրությունը մի քիչ ուրիշ տեղ է ուղղված։ Այո, ոչ թե ուղակի բանաստեղծությունների տողերն ենք նայելու, այլ փորձելու ենք տեսնել տողերի ետևում թաքնված մարդուն։ Այդ մարդուն իր, ասենք, կրքերով, իր ներքին այդ պայքարով, չէ, սիրով ու երբեմն էլ անկեղծ ասած մի տեսակ անհասկանալի թվացող տառապանքով։ Ճիշտ է, ու դրա համար բարեբախտաբար բավականին հարուստ նյութ ունենք մեր ձեռքի տակ։ Խոսքը նրա շատ անձնական նամակների մասին է, օրինակ Նվարդ Թումանյանին գրածները, կամ Անթարամ Միսկարյանին։ Դրանք իսկական պատուհան են դեպի նրա հոգու խորքերը։ Հետաքրքիր է։ Հա, բացի դրանից կան հոդվածներ նրա կյանքի կարևոր կանանց մասին, նաև իր մոր Յուղաբերի հետ ունեցած շատ առանձնահատուկ կապի մասին։ Ու իհարկե չմոռանանք ժամանակակիցների հուշերը, սրանք շատ կարևոր են։ Օրինակում Դե նույն Նվարդ Թումանյանը, Լովանես Քաջազնունին, նույնիսկ Եղիշե Չարենցի շատ վառ դիտարկումները կան։ Ուրեմն մեր նպատակն այսօր այս բոլոր ոնց որ թե հատվածական տեղեկությունները, այս կտորները իրար միացնել։ Փորձենք միասին հասկանալ ով էր իրականում Տերյանը, իր բանաստեղծություններից այն կողմ, ինչն էր նրան հուզում, ինչն էր նրան մղում, ասենք, առաջ գնալու կամ գուցե հակառակը կանգնեցնում։ Լավ, այստեղից երևի բնական է անցում կատարել Տերյանի կյանքի մյուս կանանց, որոնք պարզվում է ոչ պակաս կարևոր դեր են խաղացել։ Ու այստեղ արդեն ամեն ինչ իրոք բարդանում է։ Խոսենք երեքի մասին հիմնականում՝ Անթարամ Միսկարյան, Սուսաննա Պախոլովա եւ Անահիտ Շահիջանյան։ Սկսենք Անթարամից, նրա այսպես ասած առաջին սիրուց։ Հա, այդ հանդիպումը։ Հանդիպումը ինքնին շատ պատկերավոր է նկարագրված։ Մոսկովյան տրամվայ, թիվ 17, աղջկա երկար հյուսերը, որ դիպչում են Տերյանի դեմքին։ Շատ ռոմանտիկ չէ։ Այո, շատ կինեմատոգրաֆիկ պահ է։ Պատկերացրեք Մոսկվա, տրամվայ, Անթարամը այդ ժամանակ իր եղբոր մոտ էր եկել։ Լրիվ պատահական հանդիպում է տրամվայում։ Տերյանը տեսնում է նրա հյուսերը ու ըստ հենց Անթարամի հուշերի, հետո ասում է սիրտս ուզում է այդ հյուսը կտրել։ Ինչպիսի խոսքեր։ Հետո պարզվում է իր ընկերոջ Դավիթ Միսկարյանի քույրն է։ Այսպես սկսվում է մի կարճ, բայց շատ վառ մոսկովյան սիրավեպ, որը հետո շարունակվում է նամակներով, երբ Անթարամը վերադառնում է տուն։ Նրանք նույնիսկ համագործակցում են։ Անթարամը օգնում է Տերյանին Բոդլերի Չարի ծաղիկների ֆրանսերեն թարգմանություններով, տողացիներով։ Բայց կարծես թե մնում է մի այդպիսի չիրականացած սիրո զգացողություն։ Հենց այդպես, բայց հենց այստեղ է, որ պատմությունը ոնց որ թե խճճվում է։ Մինչ Տերյանը դեռ բավականին կրքոտ նամակները գրում Անթարամին, Անտիա Անտենկա է անվանում, նրա կյանքում հայտնվում է մեկ ուրիշը՝ Սուսաննա Պախալովան։ Աղբյուրները նրան նկարագրում են որպես երիտասարդ, գեղեցիկ, բայց նաև, ինչպես ասեմ, կանացի հնարքներին տիրապետող, գուցե մի քիչ էլ խորամանկ։ Հա, եւ այս խորամանկությունը թերևս որոշիչ դեր է խաղում։ 1911 թվականի փետրվարին Սուսաննան հայտնում է, որ հղի է, եւ Տերյանը կարծես թե այլ ելք չունենալով ամուսնանում է նրա հետ։ Սա իհարկե հանգեցնում է շատ անհարմար, նույնիսկ ցավալի իրավիճակի։ Այո։ Նա ստիպված է լինում գրել Անթարամին այդ շատ հայտնի նամակը։ Մի բարկացեք, որ երկար ժամանակ ձեզ չէի գրում։ Բանն այն է, որ ես ամուսնացել եմ, պատկերացնում եք ինչ դրության մեջ է եղել։ Իսկ Անթարամն էլ ի պատասխան նույնպես գրում է, որ ինքն էլ է ամուսնանում Վլադիմիր Մորոզովի հետ։ Բայց ամենազարմանալին կարծում եմ դեռ առջևում է։ Նրանց նամակագրությունը Անթարամի հետ, այդ կրքոտ նամակագրությունը, շարունակվում է նույնիսկ երկուսի ամուսնություններից հետո։ Անհավանական է, բայց փաստ է։ Եվ Սուսաննան, ըստ որոշ աղբյուրների, իմացել է այդ մասին ու կարծես թե չի խանգարել։ Նույնիսկ բարևներ է փոխանցել Անթարամին Տերյանի միջոցով։ Սա իսկապես ինչ-որ բարդ հարաբերությունների կծիկ է, որը դժվար է լուծել։ Շատ բարդ։ Ցավոք Տերյանի ու Սուսաննայի տնտեսական կյանքը երջանիկ չի լինում։ Նրանց առաջնեկը, աղջիկը, մահանում է 5 տարեկանում, 1916-ին։ Սա շատ ծանր հարված է լինում երկուսի համար էլ։ Սուսաննայի մոտ էլ հայտնաբերում են թոքախտ։ Ողբերգություն։ Այո։ 1918-ին նա իրենց երկրորդ երեխայի տղայի հետ մեկնում է Ստավրոպոլ, քանի որ այնտեղ կլիման ավելի լավ էր իր հիվանդության համար։ Տերյանին թողնում է Մոսկվայում։ Ասում են նաև քաղաքական իրավիճակներ պատճառը, որ Տերյանը չկարողացավ նրա հետ գնալ այդ պահին։
Եվ հենց այս մենակության, հիվանդության, լքվածության շրջանում նրա կյանք է մտնում երրորդ կարևոր կինը՝ Անահիտ Շահիջանյանը։ Նրան նկարագրում են որպես ամենահոգատար, ամենանվիրված կնոջը Տերյանի կյանքում։ Նրանք հանդիպում են ազգությունների հարցով ժողկոմատում, որտեղ Տերյանն աշխատում էր, երբ նա արդեն իսկապես մենակ էր, հիվանդ ու լքված։ Անահիտը ստանձնում է նրա խնամքը։ Շատ հուզիչ է, որ Անահիտի մայրը, իմանալով իրավիճակը, փորձում է հետ պահել դստերը։ Նամակում գրում է. «Երիտասարդ կյանքդ մի կործանիր, թող էդ էգոիստին»։ Բայց Անահիտը չի լսում, ամուսնանում է Տերյանի հետ եւ մինչեւ վերջին օրը մնում է նրա կողքին։ Նրա օրագրի գրառումը նա պառկեց եւ այլևս վերջ չկացավ, եւ Տերյանի վերջին խոսքերը. «Ինձ անverջ կամ ֆրասրսքեք», իսկապես շատ ցավալի են։ Սրտաճմլիկ։ Իսկ մահվան լուրը, որքան էլ տարօրինակ է, կարծես հասնում է Անթարամին հեռվից, երազի միջոցով։ Նա իր օրագրում գրում է մահվանից մի քանի օր անց. «Երազումս տեսա, որ Վահանը մեռել է»։ Մի տեսակ խորհրդավոր միստիկ զուգադիպություն։ Այս 3 կանանց հետագա ճակատագիրներ իրարից շատ տարբեր են։ Անահիտը Տերյանի մահից հետո դուստր է ունենում, իդեպ անունը դնում է Նվարդ, հետո նորից ամուսնանում է բժիշկ Եզազարյանի հետ, ով օգնում է փրկել դստերը թոքախտից։ Նաև որդի է ունենում։ Մահանում է 1950-ին։ Հա, նրա կյանքը շարունակվում է։ Այո։ Անթարամը բաժանվում է իր ամուսնուց, Մորոզովից, որդուն կորցնում է երկրորդ համաշխարհայինում եւ մահանում է բավականին միայնության մեջ 1969-ին։ Իսկ Սուսաննան, դե ըստ մի աղբյուրի, Տերյանի մահից հետո նա հայտնվում է, կարծես թե նրա փառքի դափներից օգտվելու համար։ Ամուսնանում է Տերյանի ընկերոջ Ալեքսանդր Միասնիկյանի հետ, հետո այլ ազդեցիկ մարդկանց հետ է կապեր հաստատում՝ Օրժոնիկիձե, Կիրով, մահանում է ենթադրաբար 1937-38 թվականներին։ Այսպիսով 3 կին, 3 բոլորովին տարբեր ճակատագիր, կապված մեկ բանաստեղծի հետ։ Հա։ Այս պատմությունները իհարկե ցույց են տալիս Տերյանի բարդ բնավորությունը, գուցե նաև նրա այդ մշտական ներդաշնակության հանգրվանի որոնումը, որը նա թերևս այդպես էլ լիարժեք չգտավ իր անձնական կյանքում։ Լավ, այս բարդ խճճված հարաբերություններից եկեք փորձենք նորից անցում կատարել դեպի նրա ներքին աշխարհը։ Կամ մեկ այլ նամակ էլի Անթարամին, գրված 1912 թվականին օգոստոսին։ Այնտեղ Տերյանը նկարագրում է մի շատ յուրահատուկ նուրբ զգացողություն։ Նա դա անվանում է մեղմ, համակերպված, հես, թերևս նույնիսկ ուրախագին թախից։ Ուրախագին թախից։ Այո, որն առաջացել է Անթարամի նամակից ու հուշերից, եւ որը նման է թխուր, բայց գեղեցիկ երաժշտություն լսելուն։ Այս նամակում նա նորից հիշում է իրեն անընդհատ տանջող այդ միտքը. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»։ Շատ ծանր խոսքեր են, բայց հետո ասում է, որ այս թախից, այս երաժշտությունը, որ զգում է, կարծես հարություն է տալիս իրեն, մի այլ տեսակի կյանքով, որը լի է սրված ու նուրբ, ինչպես ինքն է ասում, երաժշտական զգացմունքներով։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ Տերյանի կապը երաժշտության հետ։ Հա, դա պարզապես սեր չէր երաժշտության հանդեպ։ Ոչ, շատ ավելին։ Նա չի ընկալում երաժշտությունը պարզապես որպես արվեստի ձև, ինչ-որ արտաքին բան։ Նա բառացի գրում է. «Երաժշտությունը իմ հոգին է»։ Սա շատ ուժեղ պնդում է։ Ուշագրավ է, որ նա նույնիսկ մերժում է այսպես կոչված օբյեկտիվ երաժշտությունը։ Ասում է, եթե իմ հոգին իրեն չի լսում դրա մեջ, դա երաժշտություն չէ ինձ համար։ Այո։ Երբեմն փողոցային երգեհոնիկը կարող է իրեն ավելի շատ բան ասել, ավելի շատ հուզել, քան հայտնի բոլորի կողմից ընդունված սիմֆոնիան։ Նա զգում է այս ներքին անբար երաժշտությունը, բայց տանջվում է, որ բառեր չկան դրա համար, որ չի կարողանում դա արտահայտել։ Եվ հենց սա իր իսկ խոսքերով հաճախ պատճառ է դառնում, որ մարդիկ իրեն սխալ հասկանան։ Համարեն անուշադիր, ցրված կամ նույնիսկ ինքն է գրում հիմար կամ տափակամիտ։ Այս չհասկացված լինելու զգացումը նրան խորապես ցավեցնում է։ Գրում է. «Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում»։ Հա։ Բայց միևնույն ժամանակ նա շատ հաստատուն է իր ներքին զգացողության մեջ, իր ներքին ճշմարտության մեջ, հավատում է իր հոգու մաքրությանը, իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության։ Այս նամակը կարծում եմ շատ լավ բացում է նրա խոցելի, բայց եւ աներևակայելի հարուստ ներաշխարհը։ Այս ներքին հարստությունը գնահատողներից մեկը թերևս ամենակարևորը Հովհաննես Թումանյանն էր, չէ՞։ Նրանց կապը, ինչքան հասկանում եք, շատ ջերմ է եղել։ Հիշենք Տերյանի հայտնի կատակ բանաստեղծությունը Թումանյանի պալատում, ով որ քեֆի չի նստել։ Հա։ Սա խոսում է այն մտերմության մասին, որ Տերյանը հաճախ է լինում Թումանյանի տանը։
Իսկ մեծ բանաստեղծն էլ իր հերթին շատ էր գնահատում ու աջակցում երիտասարդ տաղանդին, եւ հինասապես, եւ բարոյապես։ Այո, Տերյանի առաջին տպավորությունները Թումանյանից շատ վառ են նկարագրված։ Կամ մի նամակ Ցոլակ Խանզադյանին գրված 1908 թվականին։ Այնտեղ նա պատմում է Թումանյանին իր առաջին այցելության մասին։ Տպավորված է Թումանյանի շքեղ կաբինետով, ջերմ ընդունելությամբ եւ հատկապես նրա ներկայությամբ, որում ըստ Տերյանի ինչ-որ գյոթեական բան կա։ Գյոթեական, հետաքրքիր համեմատություն է։ Հա, եւ երբ Թումանյանը տեսնում է նրա բանաստեղծությունները, ասում է. «Դուք բանաստեղծ եք, ես ուրախությամբ ողջունում եմ ձեր մուտքը գրական ասպարեզ»։ Պատկերացրեք, ինչպիսի խրախուսանք էր, ինչպիսի թևեր էր տալիս։ Սա երիտասարդ, դեռևս իրեն անվստահ զգացող Տերյանին։ Անկասկած։ Բայց նրանց հարաբերություններում պարզվում է եղել են նաև զվարճալի, նույնիսկ մի քիչ կոնֆլիկտային պահեր։ Հովհաննես Քաջազնունին շատ հետաքրքիր մի դեպք է պատմում։ Մի անգամ հավաքույթի ժամանակ Թումանյանը կատակով սկսում է փիլիսոփայել, թե կյանքը ունայն է, մի երազ է, պետք է ուղղակի քեֆ անել, վայելել։ Հա, Թումանյանին բնորոշ։ Այո։ Տերյանը սկզբում ժպտում է, հասկանում է, որ կատակ է, բայց հետո երբ զգում է, որ Թումանյանի խոսքերում նաև լուրջ երանգ կա, հատկապես երբ Թումանյանը կարծես մերժում է պայքարի գաղափարը, նա լրջորեն վրդովվում է։ Այո, Տերյանը բորբոքվում է երիտասարդական եռանդով, ասում է ինչպես կարող եք, հերքում եք կյանքի հիմքն իսկ, կենսատու պայքարը։ Քաջազնունին նշում է, թե որքան գեղեցիկ էր երիտասարդ բանաստեղծի այդ անկեղծ արդարացի զայրույթը։ Նա ու Թումանյանը, տեսնելով Տերյանի այս վիճակը, մի քիչ էլ սկսում են ջղայնացնել նրան, ձեռառնել։ Հա, սրում են իրավիճակը։ Հասնում են նրան, որ Թումանյանն ասում է, թե երազում է Պառնասի գագաթին նստած, բարձրից նայել ես հիմար խալխին։ Տերյանը զարմացած հարցնում է, բա ով է ձեզ գինի բերելու այնտեղ։ Թումանյանն էլ հանգիստ պատասխանում է. ոնց թե ով, այ հենց այն հիմար խալխը։ Հրաշալի է։ Քաջազնունին նկարագրում է, որ Տերյանը մնում է կոմիկական սարսափն երեսին։ Վերջում Թումանյանը չի դիմանում, սկսում է ծիծաղել, ու Տերյանը հասկանում է, որ իրեն ուղղակի ձեռ են առել։ Բայց հրաժեշտին Թումանյանը կրկին ասում է. «Քեֆ արա, քեֆ»։ Այս դրվագը հիանալի ցույց է տալիս նրանց մտերմությունը, հումորի զգացումը, բայց նաև ինչու՞ չէ, որոշակի տարիքային ու գուցե գաղափարական տարբերությունները։ Շատ լավ դրվագ է։ Հիմա եկեք անդրադառնանք Տերյանի կյանքի մեկ այլ անկյունակարային հիմնարար կերպարին, նրա մորը, Յուղաբերին։ Նրա կապը մոր հետ կարծում եմ բոլորս զգացել ենք նրա պոեզիայից, հատկապես կարծես թե դարձել եմ ես տուն բանաստեղծությունից։ Հիշեցնենք այդ անսահման քնքուշ հուզիչ տողերը։ Այո, այո, նորից դու հին տեղը նստում, շարժում ես իլիկը մեր հին, սիրում եմ պարսկա քո լեզուն, ձեռներդ մաշված ու բարակ։ Նորից ես մանուկ եմ այսօր, դրախտ է նորից իմ հոգում։ Ուղղակի անհավանական քնքշություն կա այս տողերում։ Չտե։ Յուղաբերը նկարագրվում է որպես շատ զգացմունքային, իր ժամանակի համար բավական կրթված, ուսումնական են ասում, բարի, հես կին։ Տերյանի մտերիմ ընկերներից Պողոս Մակինթյանը նշում է, որ Տերյանը հենց մորից է ժառանգել իր հոգու նրբությունն ու սրտի քնքշությունը։ Սա շատ կարևոր դիտարկում է։ Հետաքրքիր է նաև ծնողների Յուղաբերի եւ Սուկյասի, Տերյանի հոր, պատմությունը։ Ինչպես հասկանում ենք, կազմակերպված ամուսնություն է եղել։ Յուղաբերն, ինչպես նշեցիք, անսովոր կրթություն ուներ, պապի մոտ սարքավագություն էր սովորել։ Իսկ հայրը Սուկյասը գիտության ուսման մեծ ծարավ ուներ, երազում էր Փարիզում սովորելու մասին։ Այո, եւ Յուղաբերը որքան էլ տարօրինակ է, նույնիսկ համաձայնում է, որ նա նշանադրությունից հետո գնա սովորելու, նոր հետո ամուսնանան։ Սուկյասը նույնիսկ փորձում է գաղտնի փախչել Փարիզ, բայց ճանապարհին բռնվում է եղբոր ու քեռու կողմից։ Այս պատմությունը կարծում եմ ցույց է տալիս ոչ միայն Սուկյասի ձգտումը, այլև Յուղաբերի բնավորության ուժը, նրա ըմբռնումը։ Իսկ Տերյանի եղբոր Արամ Տեր-Գրիգորյանի հուշերից գիտենք, որ ծնողները բնավորությամբ բավականին տարբեր են եղել։ Հայրը զուսպեր, խստապահանջ, իսկ մայրը շատ զգացմունքային, փափկասիրտ, զգայուն ու լացքան։ Նույնիսկ նրանց հավատներ տարբեր կերպ դրսևորվում։ Ակնհայտ է, որ մոր այս զգացմունքայինությունը, այս քնքշությունը խորը անջնջելի հետք է թողել Տերյանի հոգու վրա։ Այո, դա զգացվում է։ Մեկ այլ բանաստեղծության մեջ էլ կարդում ենք. «Եվ մայրս ահա հիվանդ, մրսում է, արև ուզում, անխոս ու մեղմ հնազանդ, եւ ծեր է մայրս այնքան։ Կրկին այդ խորը կապվածությունը, սերը,
գուցե նաև մի քիչ մեղքի զգացումը։ Հա, այդ զգացումները միահյուսված են։ Որպեսզի ամբողջացնենք Տերյանի կերպարը, շատ կարևոր է նաև լսել, թե ինչպես են նրան տեսել, ինչպես են նրան զգացել իր ժամանակակիցները, հատկապես նրանք, ովքեր մոտիկից են շփվել։ Նվարդ Թումանյանի հուշերը այս առումով անգնահատելի են։ Նա շատ գեղեցիկ է նկարագրում Տերյանին։ Ինչ է ասում։ Գրում, այլ իր էությամբ էր բանաստեղծ։ Նա ինքը կենթանի քնարական բանաստեղծություններ։ Նա համեմատություններ է անում հոգին, նուրբ, զգայուն գանձայի ծաղիկների պես, սիրտը հայրենի սարերի պես, ջերմ ու հուր, կրակ ու հրաբուխ, բայց միշտ ինչ-որ թխրությամբ պատված, թաղծոտ թխրությամբ համակված։ Շատ խորը նկարագրություն է։ Այո, Նվարդի համար Տերյանը ամբողջությամբ սիրտ էր համակ եւ զգացմունք, երազող էր, անկեղծ էր, ազատ էր։ Հիշում եք այն միտքը զգայուն ծաղիկների մասին, որոնք վախենում են կեղծիքից։ Նվարդը հենց դա է մեջ բերում, ցույց տալու նրա էությունը։ Նվարդը նաև նշում է կարծեմ, որ Տերյանը ներքին ապրումի մարդ էր։ Այսինքն իր մեջ էր ապրում իր զգացմունքները։ Ու նաև հիշատակում է, որ շատ էր տարված մեր լեզվի մաքրության, հարստության հարցով։ Այս նկարագրությունը շատ մտերմիկ է, ներսից տեսած պատկերը։ Իսկ ինչ կասենք Չարենցի մասին։ Նրա հայացքը բոլորովին այլ է, չէ՞։ Լրիվ այլ տեսանկյունից է։ Չարենցը, ով ինչպես գիտենք Տերյանին ընդամենը մեկ անգամ է տեսել Թիֆլիսում 1917-ին Չաշկաչայու սրճարանում, տալիս է մի պատկեր հերվից, գրեթե առասպետալականացված։ Նա անկեղծորեն խոստովանում է, որ իր համար երիտասարդ տարիքում Տերյանը միֆական անձնավորություն էր։ Նա կուրկ էր կարծես։ Այո, նա նույնիսկ նախանձով նայում է, թե ինչպես է Կարադարվիշը մոտենում ու խոսում Տերյանի հետ։ Չարենցի հիշողության մեջ շատ վառ են տպավորվել արտաքին մանրամասները, մկնագույն վերարկուն, թուղ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը, սև աչքերի խոնավ նայվածքը, դեմքի այդ մշուշը, ինչպես ինքն է ասում։ Մշուշը։ Հետաքրքիր բառ է օգտագործում։ Հա, Չարենցը զարմանում է, որ չնայած իր կարծիքով կոպիտ դիմագծերին, Տերյանը թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Բայց միևնույն ժամանակ նա նկատում է նաև հիվանդագին հոգնածության կնիքը նրա դեմքին։ Եվ նրա եզրակացությունը շատ կարևոր է կարծում եմ։ Որը նա ասում է, նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային։ Այսինքն արտաքինն ու ներքինը, պոեզիան ու մարդը մեկ ամբողջություն էին։ Այս երկու հայացքը Նվարդի մտերմիկ, ներսից տեսած եւ Չարենցի հիացական հերվից միասին օգնում են մեզ զգալ Տերյանի բարդությունը, նրա բազմաշերտությունը։ Անշուշտ։ Եվ վերջապես մի թեմա, որը կարծես կարմիր թելի պես անցնում է Տերյանի ողջ կյանքի ու ստեղծագործության միջով, դա նրա անկախտելի, նույնիսկ կարելի ասել ցավոտ կապն է հայրենիքի, իր նայիրի ճակատագրի հետ։ Մեկ այլ նամակում էլի Նվարդ Թումանյանին ուղված, նա գրում է իր խորը տխրության մասին։ Այո, այդ նամակը գրվել է 1914-ին կամ 16-ին, ծանր ժամանակներ էին։ Հա, գրում եմ, ասելիք շատ կա, բայց գրելու հավաս ու հալ չկա։ Զգացվում է հոգնածությունը, անզորությունը։ Նրա անձնական կյանքը մռայլ է, հասարակական իրադարձություններն էլ հույս չեն ներշնչում։ Բայց նա շեշտում է, որ սա ուղակի հորետեսություն չէ, սա իրական ցավ է։ Եվ նա գրում է շատ խորը թափանցող, ուղակի սրտի միջով անցնող տողեր։ Մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու։ Դա մի հիվանդագին սեր է։ Սա ցույց է տալիս, թե ինչպես էր այդ հայրենիքի ցավը ներծծվել իր էության մեջ, դարձել իր մի մասը։ Այո, հիվանդագին սեր։ Նա իրեն համեմատում է թողախտավորի հետ, ասում է՝ թողախտում ինքը, եւ կյանքն ընկալում է ոչ թե որպես կյանք, այլ որպես մահացման դանդաղ գործընթաց։ Կյանքը կյանք չէ, այլ մահացում։ Նա տեսնում է, թե ինչպես մարդկանց ուժերը սպառվում են գոյատևման պայքարի վրա, եւ միջոցը ապրելը դառնում է նպատակ։ Սա գրեթե անելանելիության հուսահատության զգացում է փոխանցում, կոտրված գետնահար խոտի նման։ Սա գրեթե լիակատար բացարձակ նույնացում է Հայաստանի տառապանքի, նայիրի ցավի հետ։ Նա ուղիղ գրում է, շատ հուզիչ տողեր են։ Չէ որ այդպես իմ հոգու նման այրվում է եւ իմ երկիրը, իմ նայիրին, գուցե դրա համար է այրվում եւ իմ հոգին։ Սա այն կետն է, երբ անձնական ցավն ու ազգային ցավը դառնում են անբաժանելի։ Հա։ Նա զգում է, որ իր բաժինն է, իր կոչումն է կրել նայիրյան հոգու բարձր տառապանքը։
Եվ այս անտանելի ծանրությունից է, որ ծնվում է նաև վանք քաշվելու, աշխարհից հեռանալու, մենության մեջ փակվելու միտքը։ Մի վանք շինել։ Եվ սա իհարկե անմիջականորեն կապվում է նրա երազած, բայց ցավոք չիրականացած Երկիր նայիրի գրքի երկրորդ հատորի գաղափարի հետ։ Եվ այս ցավն ու հույսը, այս տառապանքն ու վերածննդի կանչը միահյուսվում են հենց Երկիր նայիր շարքի բանաստեղծություններում։ Եկեք լսենք մի հատված թերևս ինչպես չսիրեմ Երկիրին կիզված բանաստեղծությունից, որը կարծես այս բոլոր տրամադրությունների բանաստեղծական արձագանքը լինի։ Այո, շատ տեղին է։ Ինչպես չսիրեմ Երկիր իմ կիզված, պարզված վերստին սրերին սուր սայր, ինչպես չսիրեմ հեզությամբ լցված, դու յոթնապատիկ խոցված տիրամայր, դու արքայաբար վեհ ու անհպարտ, ժամ է ել նորից իմ ծիրանավար, զրահավորվիր խանդով խնդակին, վառիր երկունքի գիշերում խավար, հրով մկրտված նայրյան հոգին։ Այստեղ ամեն ինչ կա, եւ սերը դեպի այդ տարապող կիզված հայրենիքը, եւ սրբազան զոհաբերության գաղափարը, եւ տոկունության հնդեպ հիացմունքը, վեհ ու անհպարտ, եւ իհարկե վերջում վերածննդի հավատն ու հզոր կոչը։ Շատ ուժեղ տողեր են։ Դե ինչ, այսքանից հետո եկեք փորձենք մի փոքր ամփոփել, ինչ բացահայտեցինք, ինչ հասկացանք այսօրվա մեր այս խորքային զրույցից։ Մենք տեսանք Տերյանի անկեղծության այդ անզիջում, երբեմն նույնիսկ կտրուկ պահանջը։ Հա, այդ պահանջը իր հանդեպ եւ ուրիշների։ Այո, զգացինք նրա էության կրքոտ, բայց եւ անսահման մելամաղձոտ թխուր կողմերը։ Անդրադարձանք նրա բարդ, երբեմն իրոք ողբերգական սիրային պատմություններին, Որոնք շատ բան են ասում նրա մասին։ անշուշտ։ Խոսեցինք նրա խորը քնքուշ կապի մասին մոր Յուղաբերի հետ եւ նաեւ այն հարգանքի ու մտերմության մասին, որ ուներ իր մեծ ժամանակակցի Թումանյանի հետ։ Եվ իհարկե փորձեցինք զգալ, թե որքան ծանր էր, որքան ճնշող էր այն ցավոտ կապը, որ նա ուներ իր հայրենիքի, իր նայիրի ճակատագրի հետ։ Հուսով ենք այս բոլոր շերտերը կօգնեն ձեզ, մեր ունկնդիրներ, մի նոր հայացքով նայել նրա պոեզիային, ավելի խորը զգալ նրան։ Եվ վերջում, ինչպես միշտ, մի հարց ձեր սեփական մտորումների համար։ Տերյանը միտեղ գրել է այն նույն նամակում նվարդին. «Ես ինձ այնպես եմ զգում, ինչպես կզգա մեկը, որ թոքախտ ունի եւ գիտե, թե որքան կարճ է իր կյանքը»։ Այս զգացողությունը, իր սեփական եւ իր հայրենիքի փխրունության, անցողիկության, մահվան այս սուր զգացողությունը, ինչպես է կարծում, ինչպես կարող էր դա ձևավորել ոչ միայն նրա հայտնի թխրությունը, այլև այն անզուգական խորաթափանց գեղեցկությունն ու հրատապությունը, որ մենք զգում ենք նրա խոսքերում, նրա տողերում։ Սա մի հարց է, որի պատասխանը գուցե յուրաքանչյուրս գտնի վերընթերցելով նրա ստեղծագործությունները այսօրվա մեր զրույցից հետո, մի նոր հայացքով։ Շատ լավ հարցադրում է։ Շնորհակալություն ձեզ, որ այսօր մեզ հետ էիք այս խորքային, կարծում եմ, շատ անկեղծ զրույցում։ Մինչ նոր հանդիպում։